Երգիչ և դերասան Ռաֆ Հարությունյանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել, թողարկելով նոր հիթային երգեր։ Ռաֆն ակտիվ է նաև սոցիալական հարթակներում, որտեղ այսօր օգնություն է խնդրել։ Շատ շտապ արյուն է հարկավոր։ Մանրամասների համար զանգահարեք ստորև նշված համարով։ Ինստագրամյան հարթակում գրել է Ռաֆ Հարությունյանը, չմանրամասնելով, թե ում համար է պետք արյունը։ Նազենի Հովհաննիսյանի Live Talks հաղորդման հյուրը երգիչ դերասան Ռաֆ Հարությունյանն է։ Հաղորդավարուհին զրույցը սկսեց Ռաֆի վերջին հարցազրույցներից ու խոսեց դրանից հետո առաջացած քննարկումների և սկանդալների մասին։ Նազենին նշեց, որ զրույցին պատրաստվելու համար ուսումնասիրել է երգչի կյանքը, որը բավական խառը իրադարձություններով լի է։ Ռաֆը այսպես արձագանքեց. «Ես էլ եմ զարմացած, ու չգիտեմ ինձ հետ ինչի է այդպես լինում, բայց ամեն դեպքում ամեն ինչ անցողի կա, ու բոլորի շուրջ էլ պտտվում են էնպիսի խոսակցություններ, որոնք եղան։ Իմ անձնային խնդիրն ա եղել անկեղծ ու բաց խոսելը ինչ-որ թեմաների մասին, և իրականում էդ հարցազրույցից հետո քննարկումներ եմ ունեցել նաև իմ կյանքի ուսուցչի, կուրսղեկիս հետ, ով ինձ մի բան ասաց, որ ես երբեք չլինեմ էդքան բաց ու պետք չի, որովհետև ես ուղղակի զինում եմ էն բոլոր մարդկանց, ովքեր որ հնարավորությունը բաց չեն թողնում ու փորձում են ցավեցնել ինձ։ Թեկուզ դժվարությամբ ինքս իմ հետ, որովհետև ոչ ոք չտեսավ էն ամեն ինչն ու ապրումները, որը ես ունեցա։ Ես էմոցիոնալ մարդ եմ, իմ տեսակով և հաղթահարեցի ամեն բան։ Ես շատ անկեղծ եմ, և կար ժամանակ, երբ ուղղակի ինստագրամում էլ իմ մտքերն ասում էի։ Հիմա արդեն վերջին շրջանում ունեմ թիմ, ու ինձ ասում են՝ Ռաֆ, սա ջնջի կամ սա մի ասա։ Ու տենց փորձում եմ ոչ էնքան բացել ինձ։ Փակելով այս թեման նշեց Ռաֆը։ Երգիչը նաև խոսեց կյանքի նոր պլանների և անձնական կյանքի մասին։ Ուղիղ եթերի ժամանակ Ռաֆին հետևորդներից մեկը հարցրեց՝ արդյոք նա հավատում է գրքային սիրուն։ Ռաֆը նախ փորձեց այս հարցին տալ փիլիսոփայական պատասխան, ապա նաև չուզենալով, բայց նշեց, որ սիրելի ունի։ Կարծում եմ, ամեն մեկիս կյանքը չգրված գիրք է, բայց էս պահի դրությամբ կա էդ ամեն ինչը։ Այո, հիմա ես էլ ունեմ էդ գրքային սերը։ Շատ ճակերտներ չեմ բացի, շատ չեմ մանրանա, բայց իրոք կա ու ես կարողանում եմ ընդունել ու սիրել էդ գեղեցիկը։ Այսօր ոչ մի բանի պակաս չեմ զգում, վերջին շրջանում շատ խաղաղվել եմ, լիցքավորվել եմ, անկեղծացել էր Ռաֆ Հարությունյանը Նազենի Հովհաննիսյանի Live Talk հաղորդման շրջանակներում։ Դե իսկ Star News-ը ձեզ է ներկայացնում նաև Ռաֆ Հարությունյանի վերջին սկանդալային հարցազրույցները։ Talk Time հաղորդման հյուրը երգիչ դերասան Ռաֆ Հարությունյանն է։ Հաղորդումը հրապարակվելուց ժամեր անց սկսվեց քննարկվել այս հարցազրույցը։ Star News-ը հետևել է զրույցին ու առանձնացրել կարևոր հարցուպատասխանները։ Երաժշտական կարիերայի մասին խոսելով հաղորդավարուհին անդրադարձավ Ռաֆի «Կակազումա» երգին ու նշեց, որ համացանցում բուռն քննարկվում էր, որ Ռաֆն օգտագործել է մարդու ֆիզիկական արատը որպես երգի բառ ու վերնագիր։ Հավել ենք, որ «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում Մեհեր Բաղդասարյանն անդրադարձել էր երգին ու ասել, որ դա պարզապես տգիտություն է։ Ռաֆը նշեց հետևյալը. «Ընկերներիցս մեկն ինձ ուղարկեց Մեհերի ինստագրամյան սթորին, իրականում ես նրան վաղուց էի բլոկել։ Նրա համար, որ «Օձի լեզվի» ժամանակ ինքը վիրավորել էր բլոգերներին, որոնց մեջ ընկերներ ունեմ։ Օրինակ Վիլենային անվանել էր դեբիլ։ Ընդհանրապես մարդիկ կան, որ էդ հիվանդությունն ունեն։ Էդ մարդու հանդեպ ունեի անտիպատիա այդ ժամանակ ու բլոկեցի Մեհերին։ Երբ ուղարկեցին, հանեցի, որ տեսնեմ։ Իմ երգներ ու Լիլիթ Հովհաննիսյանի «Կույրի պես եմ քեզ հավատացել» երգներ։ Անդրադարձել էին այդ երկու երգին։ Ու հետո Հայկ Մկրտչյանն էր անդրադարձել, ու էլի շատ մարդիկ, դա մեծ ալիք էր։ Ես ունեմ իմ շրջապատում մարդ, ով էդ խնդիրն ունի ու ինքը լսելով ասել ա, որ կաշխատի երգս։ Ու ինքը չի էլ մտածել էդ մասին։ Էդ ուղղակի մի հատ թեմա էր պետք, որ խոսեին։ Էսքան խնդիր կա, ինչու իրենք որպես մեծ լսարան ունեցող ինֆլուենսերներ չեն բարձրացնում, խոսում են երգի վերնագրից։ Ես Մեհերին պատասխան տվեցի միայն ցիտելով Սևակի, Վահան Տերյանի բանաստեղծությունները, որտեղ մեկը գրում է, թե խենթացել է, Սևակը գրում էր կակազում էի, դրանից ավել ոչինչ չունեմ ասելու։ Բացի այդ, ես մեծացել եմ Full House նայելով, որտեղ կար Ֆելոյի կերպարը,
ով կակազում էր, ու դրա վրա վատ շատ հումորներ կային։ Մեհերը ինձանից բավական մեծ է, մոտ 10 տարի, ու ես մի բան կասեմ. ես նոր սերունդ եմ, իսկ նոր սերնդի մեղքը միշտ հնուց է գալիս, անկեղծ պատասխանել էր Ռաֆը։ Երգիչը նաև խոսեց իր և Դավիթ Գրեգի համատեղ «Քարտեզ» երգից, որը շատ մեծ հաջողություն ունեցավ, սակայն խնդիրներ առաջացրեց երիտասարդ կատարողների միջև։ Այս համագործակցությունն ինձ համար դաս եղավ։ Ես մեր երգից գումար աշխատեցի միայն սրճարանում երգելու և այլ պատվերների դեպքում, իսկ Դավիթը յութուբյան ալիքից գումար աշխատեց, ասելով, որ ներդրումն ինքն էր արել։ Հիմա ես ու Դավիթը ընկերական հարաբերություններ ունենք, խոսել ենք այդ թեմայով, և ես էլ չեմ ուզում ֆինանսական հարցերի պատճառով մոռանալ այն ճանապարհը, որ միասին ենք անցել։ Ես այն թեմայից եմ նեղացած, որ մեր երգը երգում է Իվետ Ամուկучյանը Կամի Ֆրենցի հետ։ Ասեմ ինչու։ Երբ ես Մոսկվայից եկա Հայաստան, տեսա այդ քավըրը, ուրախացա։ Դե Իվետան մեր երկրի թոփ աստղերից մեկն է։ Լսեցի, թե ինչ է խոսում հաղորդման ժամանակ Գրիշա Աղախանյանի հետ։ Ամբողջ հարցազրույցի ժամանակ իմ անունը չկար։ Իվետան պատմում է, որ խոսել է Գրեգի հետ, որ այդ երգը կար, որ գնացել է ու գրվել իրա ստուդիայում, ու իմ անունը չկար ոչ մի տեղ։ Հա, ես ֆինանսական ներդրում չեմ արել, բայց ես մտավոր ներդրում եմ արել։ Երգի կրկներքը Գրեգը գրել էր, էնտեղ բառ ա փոխվել իմ կողմից, ու իմ կուպլետն եմ ես ամբողջությամբ գրել, ու իր կուպլետի մեջ էլ էլի հավելումներ եմ արել։ Եվ ուղղակի ասել, որ Գրեգը գրել էր երգը, սխալ ա։ Էս վերջերս Գրեգն էլ էր խոսել այդ թեմայով, ու շատ ծիծաղելի ա, որ շատ մարդիկ ասում են, որ իրենք են գրել այս երգը, բայց ինչու, չենք հասկանում։ Հաղորդման ընթացքում Ռաֆ Հարությունյանը նաև անդրադարձավ իր և դերասանուհի Իրինա Այվազյանի արդեն ավարտված հարաբերություններին։ Քննարկումը մեկն էր Իրինա Այվազյանի վերջին տված հարցազրույցը, որի ժամանակ դերասանուհին նշել էր, որ իր կողակիցն իրեն չի հարգել ու գեր է անվանել։ Ռաֆը նշեց հետևյալը. «Ես ընդհանրապես շատ շուտ հրապուրվող, տաքացող տեսակ եմ։ Էն ժամանակ, երբ մենք սկսեցինք շփվել, մոտ մի քանի օր, 2 շաբաթ կարելի է համարել, որ մենք ընկեր-ընկերուհի էինք, իրար ճանաչելուց ընդամենը 2 շաբաթ անց Իրինան իր հարցազրույցում ասում ա, որ ես իր ընկերն եմ, ու էդ հանրայնացնում ա։ Ես չեմ հերքում, դա այդպես էր, բայց հանրային մարդ լինելով 2 շաբաթ անց հանրայնացնել դա չեմ կարծում, որ ճիշտ է։ Մենք չէինք խոսել էդ մասին։ Հետո զանգեց ասաց, որ տենց բան ա ասել։ Ես էլ ասեցի՝ ինչի, բայց դե լավ, արդեն ասել ես։ Ու որպես էդպիսին, էդ ժամանակվանից ընկնում եմ ես թակարդը։ Ինչի եմ տենց ասում, որովհետև ես չեմ թաքցրել, որ իմ կյանքում մենակ Իրինան ա եղել, թեկուզ շոու բիզնեսից, էլի մարդիկ են եղել։ Ես միշտ փորձել եմ գտնեմ էն միակին, որի հետ ես իմ ամբողջ կյանքը կպատկերացնեմ։ Մանավանդ ստեղծագործող ու արվեստի մարդ լինելով, դու պատկերավոր, հեռու ես գնում։ Ու Իրինայի հետ կապված խոսակցությունը նենց գնաց, որ ես ասացի, որ էն ապագան, որ ես քո հետ պատկերացնում եմ, պահը գալիս, որ ես մենակ եմ, այսինքն մեր համատեղ կյանքը միասին չեմ պատկերացրել։ Իսկ արտաքին տեսքի հետ կապված էլ ասեմ, մի քանի ժամանակ հետո արդեն սկսում ես նկատել բաներ, որոնք սկզբում չես նկատել։ Մանավանդ ավելորդ քաշի հետ կապված Իրինան ասաց, որ ես կուղվեմ, ես ավելի լավը կլինեմ։ Ես միշտ իրան ասել եմ, եթե դու ինչ-որ մի բան ես անում, ու ես ասում եմ դրա մասին քեզ, ես դա առաջինը քո համար եմ ասում։ Այսինքն ես ուզում եմ, որ դու ավելի լավը լինես, որ եթե ես էլ չլինեմ քեզ արժանի մարդ, դու գտնես արժանիին։